Հայաստան աշխարհում կրկին կրքերը բորբոքվել են, մարդիկ խառնվել են իրար, իսկ պատճառը նոր կառավարության ձևավորումն է։ Ընդհանրապես շատ դժվար է կառավարություն ձևավորել մի երկրում, որը ունի 3 միլիոն բնակիչ, որոնք բոլորն էլ պոտենցիալ նախագահներ են։ Բավական է Հայաստանում հանել նախագահական ընտրությունների մասնակցելու համար սահմանված ընտրագրավը կամ գոնե ցածր տոկոսադրույքով բանկային համապատասխան վարկ սահմանել, ասենք վարկային գիծ նախագահական, եւ Հայաստանում կլինի նախագահի 3 միլիոն տեխնացու, կամ ավելի ստույգ կանայք չեն առաջադրվի, բայց կսպասեն, որ ամուսինների նախագահ դառնալուց հետո իրենք տակից, բացահայտ կամ ստվերային վարչապետի պաշտոնով կառավարեն երկիրը։ Նման իրավիճակում համաձայնեք, շատ դժվար է մարդկանց համոզելը, որ նախարար աշխատեն։ Պետք է երկար խնդրել, պաղատել, խոսել աշխատավոր մարդու յուրօրինակ երջանկության մասին, սեփական քրտինքով հաց վաստակելու մեր պապերի ազնիվ ավանդույթի մասին, որ ի վերջո մարդը համաձայնի նախարար դառնա։ Жить, как говорится, хорошо. А хорошо жить еще лучше. Точно. Բայց այն բանից հետո, երբ նախագահի շարքային տեխնացուն դառնում է նախարար կամ ստանձնում է, թեև ինքն իր ամբիցիաները հաղթահարելով որևէ այլ ավելի ցածր պաշտոն, տեղի է ունենում բողոքի 180 աստիճան փոփոխություն։ Այսինքն ոչ թե չի բողոքում, ուրախանում եւ վայելում է կյանքը, այլ սկսում է բողոքել ներքևից։ Այո, այդպիսի տարօրինակ կարելի է ասել գենետիկական հատկություն ունեն հայերը, քանի դեռ գտնվում են ներքևում, այսինքն միայն մտքով են նախագահ ու վարչապետ, մեղավոր են բացառապես նրանք, ովքեր գտնվում են սանդուղքի մյուս ծայրին, այսինքն իշխանության գլխին, բայց բավական է, որ հայ մարդը թեկուզ մի չնչին պաշտոն ստանա, մեղավորը դառնում է ժողովուրդը։ Այստեղ մի փոքր անհարմարություն է ստեղծում ընդդիմությունը, ով երկկողմ սիրավեպը դարձնում է սիրային եռանկյունի, մինչև ընտրությունները բողոքելով իշխանություններից, ընտրություններից անմիջապես հետո ժողովրդից, իսկ մի որոշ ժամանակ անց էլ երկուսից էլ հավասարաչափ։ Ինչի՞ց մահացավ։ Քրեշս արտեց ապեր։ Երգիր ջախ։ Ու թեև մենք բոլորս էլ հավասար ենք, հայ ենք, եղբայր ենք, բայց կան հատկություններ, որոնք օգնում են կարիերայի արագ աճին։ Օրինակ, բարձր պաշտոն ստանալու համար նախընտրելի են նրանք, ովքեր ունեն խոպանչու ընդգծված հոգեբանություն, ուտելուց չեն կշտանում եւ միայն ալկոհոլի ուժեղ ազդեցության տակ հիշում են, որ կա հայրենիք եւ իրենք նրան սիրում են։ Да здравствует наш суд! Самый гуманный суд в мире! Գևորգ Էմինտերյան, Սուրանկին։